Խոսում եք 5 միլիարդից, 5 միլիարդը ես 2 տարի առաջ որ ասել եմ, կա չէ՞ դες մեկ բանը, Աշոտ, ինչ, ճիշտ ասած հանրապետական կուսակցությունից են, մեկ կա, ասում է Բաբայանը գիժ է, ես ինչ դա խոսում։ Հիմա հասկացաք, որ Աշոտյան, Արմեն Աշոտյան։ Արմեն Աշոտյան։ Հիմա թող հասկանան, որ գիժի իրանք են։ Դրա մասին խոսել են, դրա մասին բանակցել են։ Այդ թիվը եղել է, չեմ 5 միլիարդ ասել, չեմ ասել 6, 7։ Հասկացա։ Խնդրեմ, հանեք նայեք։ Ես եւ այդ հարցազրույցի մեջ ես ասել եմ, որ կարող է այսօրվա գործող իշխանությունը չի ասում, բայց մի օր կբացվի, այդ իշխանությունն էլ կասի դրա մասին։ Հասկանում եք։ Այո, եղել է, այո, խոսել են։ Այո, երբ որ ինձ փորձում են կապել, ախր եթե ես կապվող եմ այդ հարցում լինեմ մասնակից, հենց առաջին ես չեմ իրանց ասել, որ ես եմ իրանց ասել, որ սրա մասին խոսակցություն ա եղել։ Եթե դու որպես բանակցող թույլ ես տվել քո հետ Ադրբեջանը խոսի գումարային, ասենք դու թույլ ես տվել դա, որ քո հետ նման առևտուր անեն։ Արդեն իսկ բարձ է խնդիրը, հայ ես ասել, չէ ես ասել, համաձայն ես թե ոչ չի կարող ապացուցի, եթե 18 թիվը վարչապետ ընտրվելուց հետո ոնց պիտի հանձնեին, երբ որ ես ասում եմ, որ Ղարաբաղում գնացել եք ելույթ ունեցել, որ Ղարաբաղը պիտի հանձնենք Միջանցք, որ ասում է ղարց երկելու փոխարեն Ստեփանակերտ եք երկելու, պարլամենտի նախագահն այս վերջում ասեց, այո եղել է այդպես բան, բայց այն վաղ բոլորը հրաժարվում էին, որ չի եղել նման բան։ Սերժի հայտնի հանդիպումը այդ գեներալների հետ, այդ հանդիպումը պատրաստվում էր նրան, որ 5 միլիարդն էլ վերցնի գործարքը կատարվի։ Բայց Հայաստանի փոփոխությունը բերեց նրան, որ չստացվեց այդ փուլը։ Հիմա եկել են նոր իշխանություն, իհարկե նոր իշխանությանն են առաջարկել։ Առաջարկելու են։ Հիմա համաձայնվել են, չեն համաձայնվել։ Ոնց են պատասխանել։ Ես գիտեմ ոնց են պատասխանել։ Բայց եթե Կյարնուկ ուզում է իմանա, թող իր ստերը չտարածի։ Կյարնուկն ով է, Իսագիլյան Կյարնուկ։ Հա, Կյարնուկ է, այդ մարդ այդքան գիժա, բաները ասում, որ Հիվանդ, ոնց է հոգեկան հիվանդ։ Ասում է Բաբայանը հարբած, ով որ իր ճանաչման գիտի, որ ես երբեք չեք խմում։ Вообще ընդհանրապես չեմ խմում։ Հասկանում ես, դե մի որ հիվանդ է մարդուն, ինչ ա։ Պարոն Բաբայան, լավ շատ կարճ։ Ես հիմա գիտեմ 92 թվականից սկսած, երբ դուք գերությունից ադրբեջանական բանտից դուրս եկաք Բաքվից, սկսվեց Շուշվա օպերացիան, այսպես ասած, գնաց դուք եղաք գերագույն հրամանատար, եկանք հասանք հաղթանակին։ Հիմա չգիտեմ էլ ինչ եք դուք զգում այս պահին, այդ ամբողջը կոպիտ ասած փուրը տրվեց։ Այդ ամբողջը կարծես թե շամփա եղավ։